Հարցել ձեր ցուցակի 9-րդ համարը Անուշ Սեթրակյանն է, որը ժամանակին հանդես էր գալիս Ազատ դեմոկրատների եւ Ժառանգության միասնական ցուցակով։ Ես հիշում եմ, ժամանակին ինքը ԵԱՏՄ-ի անդամակցությանը դեմ էր արտահայտվում եւ պրո-արևմտյան հայացքներ ուներ։ Հիմա հաշվի առնելով, որ Արման Թաթոյանը հայտարարում է, որ ինքը պրո-հայկական է եւ Հայաստանի շահերն է միայն ներկայացնում, կա ուղղվածություն եւ այս առումով չի լինի տարաձայնություն կուսակցության այդ ձեր թիմակցի եւ Թաթոյանի գծի միջեւ։ Ես կարծում եմ, որ ոչ, չի լինի, ընդհանրապես մեր քաղաքական ուժը, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, հենվում է բացառապես հայկական շահի ու հայկականության վրա։ Յուրաքանչյուր տնտեսական կամ քաղաքական կամ ռազմական միավորում, որին միանալու, անջատվելու, բաժանվելու մասին խոսք գնում է այսօր քաղաքական դաշտում, մեր ուժի կողմից իշխանության գալու դեպքում այդ ամենը, այդ գործընթացները արվելու են բացառապես մեկ սկզբունքով առավելագույնս ապահովել հայկական շահի եւ հայկական պետության ուրեմն հետաքրքրությունների առաջմղումը։ Դա կլինի ԵԱՏՄ-ն, դա կլինի ԵՄ-ն, դա կլինի ՆԱՏՕ-ն, դա կլինի ՀԱՊԿ-ը, որևէ նշանակություն չունի։ Յուրաքանչյուր կազմակերպության հետ մենք հարաբերությունները կառուցելու ենք սեփական շահի հիման վրա։ Չկա սեփական շահ, չի լինի նաև այդ համագործակցությունը։ Ճշտող հարց արցախցիների վերադարձի իրավունքի հետ կապված, եթե դա այդ կետը առաջ տանեք, թեև ասում եք հրապարակեն կտեսնեք կոնկրետ, բայց Ալիևն էլ այսպես ասած հայելային պահանջ դնի, ինչպես եք դուք այդ խնդրի լուծումը տեսնում եք դեպքում։ Այդ խնդիրը մի քանի անգամ մենք մեր գործընկերները, պարոն Արմեն Գալստյանը դրա մասին բարձրաձայնել ենք, խոսել ենք, մանրամասնել ենք, վերջերս էլ շատ հանգամանալից անդրադարձել ենք այդ խնդրին։ Ադրբեջանցիների Հայաստանի Հանրապետություն վերադարձի հարցը իրավական դաշտում փակված է։ Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Չկա միջազգային որևէ ատյան, որտեղ Հայաստանի Հանրապետությունում բնակված ադրբեջանցիները, ովքեր 90-ականներին եւ դրանից առաջ շատ կարևոր է դա, դրանից առաջ լքել են Հայաստանի տարածքը, կարողանան դիմել եւ իրացնել իրենց այսպես կոչված վերադարձի իրավունքը։ Այդ հարցը իրավական դաշտում փակված է միջազգային դատարանի դատական ակտով եւ այդ խոսույթը հերթական կեղծ փուչիկն է, որը փչվում է Ալիևի կողմից ու սատարվում այսօրվա գործող իշխանությունների կողմից։ Պետք է նշեմ, որ այդ հարցը բերում հավասարեցվում է արցախցիների վերադարձի իրավունքին այսօրվա, հենց այսօրվա իշխանության կողմից։ Փակված հարցը, որը այլևս գոյություն չունի, եւ պետք է դրա մասին հենց զուտ իրավական փաստարկներով նշելու այդ հարցը փակել, բերում են հավասարեցնում են արցախցիների վերադարձի իրավունքին, որը միջազգային դատարանների դատական ակտերով այսօր իսկ արդեն պաշտպանված է։ Ուզում եմ դա հստակ բոլորիս մոտ կարմիր գծով գնա, այսինքն արցախցիների վերադարձի իրավունքը պաշտպանված է, իսկ ադրբեջանցիների վերադարձի իրավունքը փակված է իրավական առումով։ Իսկ այսօրվա իշխանությունը այդ երկու հարցերը ինքն է իր նախաձեռնությամբ բերում հավասարեցնում։ Անհամադրելի են, տեսեք, անհամադրելի են այդ երկու հարցերը, անհամադրելի։ Մենք խոսում ենք 80-ականներին Հայաստանի տարածքից ադրբեջանցիների դուրս գալու մասին, մեկ, եւ խոսում ենք 2023 թվականի էթնիկ զտման մասին։ Միջազգային իրավունքը դրա լուծումները հստակ տվել է եւ միջազգային երկու դատարաններ, Արտադատության միջազգային դատարանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել են, որ այդ հարցը ադրբեջանցիների վերադարձի գույքային իրավունքների պաշտպանության փակված է, ժամկետային սահմանափակումներ կան։ Սա է պատճառը, որ Ալիևը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, փակելու նաև արցախցիների վերադարձի հարցը, որը այսօր ուժի մեջ է, ամրագրված է միջազգային դատարանի ակտերով եւ մինչեւ վերջ պետք է հասնենք այդ նպատակին։ Ալիևը շատ բաների մասին կարող է խոսել։ Եվ դուք ասել եք իրավական դիրույթում դա փակ է, անցնեք առաջ, այդպես հեշտ է պատկերացնել։ Իհարկե ոչ, ոչ միայն ասելու ենք, այլև անելու ենք ու գիտենք ինչպես անել, ի տարբերություն գործող իշխանության։ Իդեպ Բաքուն պաշտոնական Բաքուն նոտա էր հղել Նիդերլանդների եւ Բելգիայի դեսպաններին հրավիրելով ԱԳՆ եւ դժգոհելով նրանից, թե ինչու են բանաձև ընդունել այդ երկու երկրները արցախահայերի իրենց պատմական հայրենիք վերադառնալու վերաբերյալ, միևնույն ժամանակ փաստորեն իրենք նաեւ ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցման մասով են ինչ-որ քայլեր ձեռնարկում, դուք այս մասով ինչ եք պատկերացնում։ Ասում եմ, սա կեղծ օրակարգ է, որը այսօր սատարվում է եւ բերվել է քաղաքական տիրույթ գործող իշխանության կողմից։ Արևմտյան ադրբեջանցիների Հայաստան վերադարձ եւ այլն, այդ ամենը կեղծ օրակարգ է, սուտ, մեծագույն սուտ եւ չի կարող պաշտպանվել միջազգային իրավունքի կողմից։ Եթե միջազգային իրավունքում այդ հարցը փակված է, ապա գործող իշխանության վրա է մնում պատասխանատվությունը
այդ ադրբեջանցիների վերադարձի ապահովման եւ դրա ռիսկերի։ Այդտեղ միջազգային իրավունքը որևէ բան անել չի կարող։ Ձեր կոնֆլիկտը, որ դուրս եկա կառավարությունից, նաև սրա